115 միլիոն, 116 միլիոն, 20 միլիոն։ Տասնյակ միլիոնավոր դրամներով տուգանվել են հայաստանյան դեղատները առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար։ Դեղատնային ցանց կա, որի տուգանքը կազմել է 116 միլիոն դրամ։ Մոտավորապես մի քանի 100 միլիոն դրամի է հասնում, որ տնտեսվարողներին տուգանել են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը Հայաստանում ներդրվեց 2024-ի մարտին։ Առաջին մի քանի օրը բժիշկները լրացրեցին էլեկտրոնային դեղատոմս, հետո վերադարձան հին մեթոդին, թղթային տարբերակին։ Վերոնիկա Մուրադյանը 5 տարվա դեղագործ է, աշխատում է դեղատանը, ասում է վերջին ամիսներին էլեկտրոնային դեղատոմսով սպասարկել են միայն մեկ հաճախորդի։ Մեզ մոտ էլեկտրոնային դեղատոմսեր երկար ամիսներ չեն գալիս, այո, մենք ունենում ենք մեծ քանակությամբ թղթային դեղատոմսեր։ Այսքան ամիսների ընթացքում եղել է մի դեպք, երբ որ ես սպասարկել եմ էլեկտրոնային դեղատոմս եւ այլևս այլ տարբերակներ չի եղել։ Գրեթե նույն վիճակն է հանրապետության մյուս դեղատներում։ 81 դեղատուն ունեցող Վագաֆարմ դեղատնային ցանցը հաշվել է։ Փետրվարի 11-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ ցանցում ընդամենը 20 էլեկտրոնային դեղատոմս է ներկայացվել, որը կարելի է բնորոշել որպես 0 արդյունք։ Իսկ թղթային տարբերակով եղել է 1080, 2% նույնիսկ չի կազմում եւ ոչ մի արդյունք։ Այս ցանցը փորձել է պարզել, թե ինչու բժիշկները չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս։ Խոսել են 111 բժշկի հետ, որոնք նշանակումը թղթային դեղատոմսով են կատարել։ 113 հոգուց 33 բժիշկ ասել է, որ տեխնիկական պատճառներով չեն գրում, ու տեխնիկական պատճառ ասածը մի մասը նշել է համակարգիչ չունենք, մի մասը ինտերնետ չունենք, մի մասը Արմեդը կախում է ծրագիրը։ 19 հոգի նշել են, որ չեն պահանջում, դրա համար չեն գրում։ 11 հոգի նշել են, որ ժամանակատար է, պացիենտների հետ խնդիրներ են առաջանում, չեն սպասում։ 6 հոգի ընդհանրապես չի պատասխանել, թե խի չի բանանում, խի չի գրում։ 2 հոգի նշել է, եթե պետք է կգրեմ, եւ այստեղ տարաբնույթ պատասխաններ են եղել, նշել են վատ ծրագիր է, չեմ գրելու, հերթ է եղել, չեմ գրել, համակարգիչ չունեմ, ձևը չգիտեմ, դասընթացներ է պետք կազմակերպել, ազնվորեն բժիշկը ներկայացրել է, որ դասընթացներ է պետք, որովհետև ձևը չգիտեմ։ Բժիշկը նշել է, որ կանչի եմ գնացել տուն, այդ պահին հնարավորություն չեմ ունեցել, չեմ գրել, 2 հոգի էլ ասել են, որ չենք էլ գրելու։ Այս տվյալները Վագաֆարմը ներկայացրել է առողջապահության նախարարություն։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահը նշում է էլեկտրոնային դեղատոմս չլրացնելու եւս մի քանի պատճառ։ Եթե պացիենտը գնացել է բժշկի մոտ, ասում է, որ ինձ մոտ այս հիվանդությունն է, բժիշկը այդ ամբողջ ուսումնասիրելով պետք է ներբեռնի համակարգ, վերլուծի եւ ըստ ուղեցույցի դուրս գրի այն դեղը, որը որ պետք է դուրս գրի։ Իսկ իրականության մեջ պացիենտը գնում է բժշկի, տեսնում է բժիշկը, որ այդ մարդը հիվանդ է, տեսնում է որոշակի ցուցումներ, անալիզներ նայում է, տեսնում է, որ օրինակ անգինա է, հա, այն անգինայի համար ինքը գիտի, որ ցուցված է նշանակել օրինակ 1, 2, 3 տարբեր պրեպարատներ։ Ինքը տեղում իր կամ թղթային տարբերակի վրա ձեռքով գրում է, որը տևում է ընդամենը 1-2 րոպե, հա։ Իսկ որպիսի այդ ամենը անի էլեկտրոնային ձևով, առնվազը 40 րոպեից 1 ժամ պետք է ներբեռնի էլեկտրոնային համակարգի մեջ։ Իդեպ էլեկտրոնային դեղատոմսը հերթեր է առաջացնում ոչ միայն բժշկական կենտրոնում կամ պոլիկլինիկայում, այլև դեղատանը։ Արմեդ համակարգը երբեմն խափանումներ է ունենում, դժվարությամբ են մուտք գործում։ Նույն խնդրով առնչվում ենք նաև մենք, քանի որ ծրագիրը փորձում ենք բացել, բայց տվյալները բացակայում են կամ Արմեդի ծրագիրը ուղղակի չի աշխատում։ Չնայած Արմեդի տնօրենն ասում է, որ նման բան չկա, բայց փաստը որ կա, նման խնդիրներ ունենք։ Այդ նախարարությունը օրենքներ է հանում իր գլխից դուրս։ Չի մտածում, որ մարդկանց մի հատ լրիվ տեղեկացնեն, հետո նոր հանեն այդ օրենքները։ Թող լինի եւ էլեկտրոնային ով ուզում է, եւ լինի այսպես։ Թող թոշակառուն, որ հասկանա ինքը ինչ է ուզում։ Իսկ եթե էլեկտրոնային լինի, ապտեկային էլ ինձ թվում այնքան հարմար չի։ Հեչ հարմար չի։ Հերթ կանգնենք ժամերով այդ բաներում խայտարակ հերթեր է, թեկուզ հիմա գրանցումով է։ Էլեկտրոնային դեղատոմսը լրացվում է միայն մեկ դեղի համար։ Երբեմն բժիշկը բուժառուին մի քանի դեղ է նշանակում։ Այդ դեպքում ստիպված է լրացնել մի քանի էլեկտրոնային դեղատոմս, բայց էլեկտրոնային դեղատոմս չլրացնելու համար բժիշկներն այլ պատճառներ էլ ունեն։ Այդ ժամանակ, երբ որ ներբեռնվում է, բժիշկը
պատասխանատվություն է կրում իր կողմից նշանակված դեղի համար։ Այս դեպքում ես որպես իրավաբան եմ ասում, հիմնավորվում է այդ փաստը։ Իսկ այն մյուս տարբերակը ուղղակի թղթի վրա գրված է, վաղը չեմ իսօր, եթե Աստված ոչ անի, որևէ մի խնդիր առաջանա, ապացուցման բեռ պետք է լինի, այդ դեղատոմսն էլ արդեն բնականաբար չի լինի։ Դեղատներին տուգանում է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ 2024 թվականին խախտման 43033 դեպք է արձանագրվել 35 տնտեսվարողի մոտ։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահը ահազանգում է, միլիոնների հասնող տուգանքը դեղատներին սնանկացնելու է։ Եթե մինչև հիմա տուգանքը կիրառվում էր ընդամենը 470 անուն դեղի համար, ապա 3 ամիս հետո ցանկը հասնելու է 2000 դեղի։ Այդ 470 անվանում դեղերի շրջանակում տուգանել են օրինակ 15 միլիոն դրամ, հա, եթե 4 անգամ ավելացնենք կդառնա 60 միլիոն։ Նույնը տնտեսվարողին եթե տուգանել են 116 միլիոն դրամ, 4 անգամ ավելացնենք դա կդառնա արդեն 460-470 միլիոն դրամ։ Դուք պատկերացնում եք, այդ դա ով պետք է վճարի։ Ոնց կարող է որևէ մի տնտեսվարող կամ տնօրեն, գործադիր տնօրեն այդ գումարները վճարի։ Ուղղակի մարդկանց, ինչպես նաև ընկերություններին բացառապես տանում են սնանկացման։ Մինչ դեղատները տուգանվում են 100 միլիոնավոր դրամներով, բժիշկներն ու բուժհաստատությունները ըստ էության պատասխանատվության չեն ենթարկվում։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում որևէ բժիշկ կամ բուժհաստատություն էլեկտրոնային դեղատոմս չլրացնելու համար չի տուգանվել։ Այնպես չի, որ տեսչական մարմինը ստուգումներ չի իրականացնում բժշկական հաստատություններում։ Ինչպես է ստացվում, որ դեղատներին դուք տուգանում եք, հա, բայց բժշկական հաստատություններին փաստացի ոչ մի տուգանք առ այսօր չկա։ Գալիս ենք այն եզրակացմանը, որ տվյալ որոշումը կայացվել է զուտ այն պատճառով կամ այն հիմնավորմամբ, որ տնտեսվարողներին զուտ տուգանեն։ Գործը հակառակը արվում է, էլի պետքա իմ կարծիքով պետքա բժիշկների հետ աշխատել սկզբից, հետո նոր արդեն դեղատներից պահանջել։ Եթե չի գալի էլեկտրոնային դեղատոմս, դեղատան աշխատակիցը կամ դեղատան ղեկավարությունը ինչ պետք է անի։ Էլեկտրոնային դեղատոմսի հարցը վերջերս ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ էության գրեթե դեղատոմս դուրս չի գրվում բժիշկների կողմից։ Հունվար ամսին դուրս է գրվել ընդամենը 9400 դեղատոմս, հաշվի առնելով, որ մենք ունենք 14000 բժիշկ, այսինքն նույնիսկ մեկ բժիշկ մեկ դեղատոմս դուրս չի գրում, բայց պատասխանատվությունը կրում են դեղատները, եւ մենք դեպք ունենք, որ 110 միլիոն դրամից ավել տուգանք է գրվել մի հատ դեղատնային ցանցի վրա առանց դեղատոմսի վաճառքի համար։ Իհարկե իրանք օրենքը ըստ էության խախտել են, բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, բոլոր դեղատները միլիարդավոր դրամների տուգանք կստանան եւ կփակվեն պարզապես։ Վարչապետն ասաց, թե սա այն դեպքն է, երբ բարեփոխումը հանդիպել է խնդրի եւ այն պետք է լուծել, ոչ թե հետաձգել կամ հետ քայլանել։ Հանձնարարել են, որ առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի, որ բժիշկներն են, որ այդպես են վարվում, իրանց հետ էլ խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10, 20, 30, 40, 50, 100, 500, բայց 501-րդ անգամ արդեն պետքա միջոց ձեռնարկվի։ Հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգերը եւ կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան։ Էլեկտրոնային դեղատոմս չլրացնող բժիշկներին ու բուժհաստատություններին բացահայտելու գործում առողջապահության նախարարությունը ըստ էության հույսը դրել է բուժառուների ու դեղատների վրա։ Նյուզեյեմի հարցին, թե ինչ մեթոդով են բացահայտելու էլեկտրոնային դեղատոմս չլրացնող բժիշկներին ու սկսվել է արդյոք այդ գործընթացը, նախարարությունից պատասխանեցին։ Բժիշկների կողմից դեղերն էլեկտրոնային դեղատոմսերով դուրս չգրելու խնդրի բացահայտողներից մեկը պացիենտն է, որը դեղորայքային բուժման նշանակման դեպքում պետք է պահանջի դեղատոմս։ Դեղատունը եւս խնդիրը բացահայտող կողմ է, եւ բժիշկը եւ դեղատունը հավասարաչափ պատասխանատվություն են կրում առանց դեղատոմսի դեղեր դուրս գրելու համար։ Այս ու այլ հարցերի շուրջ առողջապահության նախարարությունը մշտական աշխատանք է իրականացնում հանդիպումների, քննարկումների ձևաչափով, որպեսզի կառավարության որոշման կետերը պահպանվեն։
Առողջապահության նախարարությունը խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ համարում է այն, որ դեղատները առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ չվաճառեն։ Հա, լավ, դեղատոնը ինչքան ժամանակ ինքը բաց չթողի։ Եթե բժիշկը նշանակել է մեր հաճախորդն է, ոնց չտանք։ Առողջապահության նախարարությունը որևէ գործողություն դրա հետ կապված այս 1 տարվա մեջ չիրականացրեց, այսինքն այնպիսի գործողություններ, որ բժիշկները ինչ որ ձևի թե պարտավորված, թե իրավական դաշտով, թե ինչ որ հանգամանքներով տվյալ էլեկտրոնային դեղատոմսը բաց թողեն գրեին։ Իդեպ բժիշկները շատ հաճախ նշանակումը նույնիսկ թղթային դեղատոմսի վրա չեն կատարում, գրում են որտեղ պատահի, այդ պահին ձեռքի տակ եղած ցանկացած թղթի վրա։ Իսկ էլեկտրոնային դեղատոմսի տուգանքների հետ կապված խնդիրը լուծելու նպատակով դեղատների ներկայացուցիչները դիմել են եւ կառավարությանը եւ ազգային ժողով, հանդիպել են, առաջարկել լուծումներ, սակայն առայժմ որևէ արդյունք չկա։